Բարի օր։ Այսօր առաջարկում միասին պատրաստենք կարմիր ոսպով եւ դդմով խյուսապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է դդում, ընկույզ կեշու, կոկոսի ճիր, ձիթայուղ, հացի շերտեր եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Կսկսենք ոսպից։ Ես վերցրել եմ մառանիկ ընկերության կարմիր ոսպը։ Կարմիր ոսպի վրա կլցնենք սառը ջուր, այնքան որ ոսպը ծածկվի։ Եվ թողնում ենք կես ժամ, վերցրել եմ իդեպ 200 գրամ ոսպ, թողնում ենք կես ժամ փափկի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա կեշու ընկույզն է, նրա վրա 100 գրամ կեշու ընկույզի վրա լցնում ենք 30 գրամ կոկոսի ճիր, եռացրած ջուր ենք լցնում, այնքան որ ծածկվեն բաղադրիչները եւ սա էլ ենք հանգիստ թողնում։ Սպասենք, երբ փափկեն սրանք։ Անցնենք առաջ։ Քանի որ ապուր ենք պատրաստում, առաջարկում եմ գործողությունները կատարել կաթսայի մեջ։ Վերցնում ենք մեծ կաթսան, լցնում ենք ձիթայուղ, սոխ ենք տապակելու, տեղադրում ենք տախտակը, 2 մեծ գլուխ սոխ, կտրատում ենք մանր, անմիջապես սոխը համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով, սոդայով եւ աղով։ Անմիջապես կավելացնեմ նաեւ քրքում։ Այս բոլոր համեմունքները մառանիկ ընկերությանն էին։ Արի դու։ Սոխը թող տապակվի, անցնենք մյուս բաղադրիչին, դա գազարն է, կտրատում ենք խորանարդիկների, մանր խորանարդիկների, որ արագ եփվի։ Եթե ժամանակ ունեք, կարող եք կտրատել ինչպես ուզում եք, միևնույն է վերջում խյուս ենք վերացել։ Մյուս բաղադրիչը նեխուրն է, վերցնում ենք մեկ մեծ ցողուն, սա էլ ենք կտրատում մանր,
Մյուս բաղադրիչը պղպեղն է։ Սկսենք քաղցրից։ Դանակում ենք արդեն։ Մեկ պղպեղ ենք վերցնում։ Կտրում ենք նույն կերպ։ Կվերցնեմ նաև կտրու պղպեղ, պղպեղ հալապենո, 1 հատ։ Ովքեր չեն սիրում կծու, այս քայլը բաց թողեք։ Հերթը հասավ դդմին, այստեղ մոտ 700 գրամ դդում է, ինձ հարկավոր է 200 է։ Կլպում ենք։ Մի փոքր էլ կվերցնեմ։ Մի խոսքով 200 գրամ դդում։ Սա էլ մանր կտրատենք, թող արագ եփվի, ժամանակ շատ չծախսենք դրա վրա։ Հերթը հասավ կարմիր ոսպին, որը բավականաչափ փափկել եմ, լցնում ենք քամիչի մեջ, սառը ջրով ողողում ենք, սա էլ ենք խառնում, կհամեմեմ կարագով, այստեղ ունեմ նաև լոլիկի չիր, շատ եմ սիրում լոլիկի չիր, մոտ 50 գրամ կարագ ենք դնում, կվերցնեմ նաև լոլիկի չրի բուսայուղից, որը համեմված է հազրևարդով,
3 ճաշի գտալ։ Կօգտագործեմ իհարկե նաև չրերից, լոլիկի չրերից։ 1, 2, 3 6 շերտ 7 շերտ թող լինի։ Ըստ ճաշակի մի խոսքով։ Ես օգտագործեցի 7։ Կտրատում ենք զողիկների և ավելացնում ենք։ Եվ ավելացնում ենք 1 լիտր հավի արգանակ։ Ծածկում ենք կափարիչով և եփում ենք մոտ 30 րոպե։ Այս ժամանակահատվածը կծախսենք ապուրի համար փռնչոր պատրաստելով։ Վերցնում ենք հացի շերտեր, ես վերցրել եմ 3-ը։ Սրանց վրա քսում ենք լոլիկի չրի համեմված բուսայուղից, արի այստեղ, շերտերը դնում ենք իրար վրա և կտրատում խորանարդիկների։ Տեղ ենք բացում, ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով 200 աստիճան, հացի խորանարդիկները հավասար տարածում ենք, ուղարկում ենք սա ջեռոց կարմրելու։ Ինչ ենք անում կեշուի հետ։ Կեշուն և կոկոսի չիրը հարում ենք։ Հարում ենք նաև ապուրը։ Ավելացնում ենք նաև հարած կոկոսը և կեշյուն։ Կարելի է համտեսել։
Վատ չէ։ Խառնենք եւ կփորձենք նաեւ խառնած վիճակում։ Լավ է կարծում։ Նրբագույն։ Շատ լավ է ստացվել, ծածկում ենք, եփում ենք եւս 3 րոպե։ Ես սիրում եմ, երբ խյուսապուրի մեջ ծամելու բան կա։ Կավելացնեմ դդմի սերմեր։ Դդմի սերմեր։ Փռնչոտ կարծես թե շատ լավ վիճակում է։ Արագ հանենք։ Եվ կառաջարկեմ թարմության համար չերի լոլիկներ 4 6 չերի լոլիկ։ Ամեն լոլիկը կտրում ենք 4 մասի։ Հարկավոր է խառնել, չնայած շատ վտանգավոր է, ցայտում է ապուրը։ Շատ լավ է ստացվել։ Վերջում կառաջարկեմ թարմ կանաչիներից սամիտ։ Մեկ փոքր փունջ։ Կարելի ասել միջին փունջ, այդքան էլ փոքր չէ։ Մանր կտրատում ենք։ Մատուցելիս թարմ սամիտ կդնենք ապուրի վրա եւ անպայման փռնչոր։ Կարմիր ոսպով եւ դդմով խյուսապուր։ Կարմիր ոսպի վրա սառը ջուր լցնել, թողնել կես ժամ, փափկի։ Կեշի ունկույզին կոկոսի չիր ավելացնել, եռացրած ջուր լցնել, մի կողմ դնել։ Կաթսայի մեջ ցիթայողով սոխերացանել, անմիջապես համեմել շաքարը վազով, սոդայով, աղով եւ քրքումով։ Սոխերածին կտրատած գազար, նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, հալապենո կծու պղպեղ, դդում ավելացնել։ Կարմիր ոսպը ջրքամել, ողողել սառը ջրով, լցնել բանջարեղենի վրա, համեմել կարագով, պահածոյացված լոլիկի չրի բուսայողից լցնել, լոլիկի մանրացրած չիր դնել, հավի արգանակ ավելացնել, ծածկել, եփել 30 րոպե։ Փռնչորի համար հացի շերտերին պահածոյացված լոլիկի չրի բուսայողից քսել, շերտերը խորանարդիկների կտրատել, փռել ջեռոցի տապակին, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով կարմրացնել։ Կեշի ունկույզը եւ կոկոսի չիրը հեղուկի հետ հարել, լցնել հարած ապուրի վրա, խառնել, ծածկել, եփել 3 րոպեից 4 մասի կտրատած չերի լոլիկներ, իսկ մատուցելիս կտրատած սամիտ եւ փռնչոր դնել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, խոզապուխտ, սունկ, բանջարեղեն, կարմիր գինի եւ ընտրյալ հատիկ, համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։